Սիրելիներ, ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, ինչպե՞ս եք։ Դուք գտնվում եք Իրայի խոհանոցում, դա նշանակում է, որ համեղ, քաղցր բուլկիներ ենք պատրաստելու։ Այսօր շատ իտալացիներ ասում են գոլոզո, այսինքն հրապուրիչ, կանչող, շատ համեղ բուլկիներ ենք պատրաստելու, հեշտ բաղադրատոմս, արագ պատրաստվող սիրելիներ, առանց ձու, խմորի մեջ ձու չկա, հետաքրքիր է, այ որ մնակին հետ կտեսնենք որքան լավն է։ Ուրեմն սիրելիներս, ինչ է անհրաժեշտ լինելու։ Կես լիտր կաթ։ Կաթը գոլ վիճակում է, որովհետև խմորիչով ենք պատրաստելու։ Կաթը պետք է գոլ վիճակում լինի, որպեսզի խմորիչը աշխատի։ Ավելացնում ենք 7 գրամ խմորիչ, չոր խմորիչ է սովորական։ Ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ, շաքարավազի չափը սիրելիներ ընտրեք դուք։ Ուզում եք շատ, ուզում եք քիչ։ Ես այսքանով բավարարվում եմ, որովհետև քանի որ միջուկներով ենք պատրաստելու, դրա համար էլ շատ քիչ ենք շաքարավազ ավելացնում։ Այս ամենը մի լավ խառնում ենք և ավելացնում ենք ալյուրը։ Ալյուրը սիրելիներ իմ մոտ 700 գրամ է։ Հնարավոր է մեկի մոտ մի քիչ շատ, մեկի մոտ մի քիչ պահանջվի, բայց հիմնականում 700 գրամը բավական է լինում։ Օգտագործեք բարձր որակի ալյուր, դա շատ կարևոր է։ Այսպես մի լավ խառնում եմ, ես ինձ ամբողջը կավելացնեմ, որովհետև այնքան եմ պատրաստել ես այսպիսի խմորով, որ արդեն գիտեմ ինչպես է լինելու։ Ու հետո արդեն մեկ պտղունց աղ ենք ավելացնելու, հետո նոր կարագը։ Քանի որ մինչև վերջ գթալով այդքան էլ հնարավոր չի լավ խառնել, ես ավելացնում եմ խմորը սեղանին, մի լավ մաքրում եմ ամանը, ու հիմա կարագով պետք է հավաքենք խմորը։ Հանկարծ չլսենք, չիմանամ, որ ալյուր եք ավելացրել, պետք է կարագի միջոցով խմորը հավաքենք։ Եթե ուզում եք, որպեսզի ձեր բուլկիները ստացվեն թեթև, ամպի պես, գեղեցիկ, փքուն, ուրեմն պետք է հետևեք բոլոր ցուցումներին։ Գթալն եմ մաքրում ենք ու սկսում ենք։ Իդեպ այս խմորով ես երկու հատ տեսանյութ եմ նկարելու, երկու տեսակի բուլկի ենք պատրաստելու, սիրելիներ։ Եթե ինչ-որ մեկ այլ ուրիշ տեսանյութի մեջ տեսնեք նույն խմորն է պատրաստում, չզարմանաք։ Ուրեմն կարագը այսպես փափուկ վիճակում 100 գրամ կարագում ենք, տեսեք որքան փափուկ է։ Այդ կարագով հիմա ես այս խմորը սիրուն այսպես հավաքելու եմ։ Այսպես կսում եմ խմորին ու այսպես ձեզ թվալու է սկզբից, որ խմորը կպնում է սեղանին, բայց հոգ չէ, չմտածեք, ինքը շատ հանգիստ հավաքվելու է։ Կարող եք այս աշխատանքը անել նաև սովորական հարիչով, այդպես ավելի հեշտ կլինի։ Ես այսպես եմ ցույց տալիս, որպեսզի ովքեր որ հարիչ չունեն, իմանան ինչպես է պատրաստում։ Հիմա ես երկու ձեռքով այսպես կխփեմ սեղանին ու խմորը շատ արագ կհավաքվի։ Ընդամենը 5 րոպե պետք է վարժություն անենք ու հավաքենք խմորը։ Խմորը արդեն հավաքվում է, նույնիսկ 5 րոպե էլ չպահանջվեց։ Եթե բաղադրիչները ճիշտ պատրաստեք, այսպես որքան խմոր է մնացել սեղանին, այսպես մեծ խմորի միջոցով հավաքվում եմ։ Փափուկ, լավ, սիրուն խմոր է, ու հետո այսպես գլուտենի շապիկը ինքը բացվում է ու խմորը ավելի էլաստիկ է ստացվում։ Խմորը արդեն ձեռքերից չի կպնում, սեղանին չի կպնում, նշանակում է, որ պատրաստ է։ Այդ տեսակ չէ, ձեռքերին կպնող խմորից ինչ էլաստիկ սիրուն խմոր ստացանք կարագի շնորհիվ, տեսեք։ Էլ չեմ շարունակում, ամանի մեջ մի փոքրիկ ձեթ եմ լցրել, եզրերն էլ այսպես ձեթ ենք անում, անհոտ ձեթ արեք, որ հետո հեշտ լինի ամանից պոկել, ամբողջովին խմորը պոկվի։ Ուղարկում ենք սիրուն հանգստանալու 2 ժամ։ Դե ես ասում եմ 2 ժամ, հնարավոր է մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Ու կախված է նաև, թե որտեղ եք պահելու խմորը։ Թողնում ենք լավ հասունանա, երբ որ լավ արդեն ինքը բարձրացած լինի մինչև վերջ, ուրեմն պատրաստ է։ Կարող եք ջեռոցի մեջ պահել, սիրելիներ, ես արդեն մի խմոր այդպես պահել եմ։ Ջեռոցի մեջ կարող եք պահել, լույսը միացված վիճակում, բավականին տաք միջավայր է ստեղծվում ու լավ հասունանալու է։ Ու ամենակարևորը ընտրեք բարձր որակի մթերք։
Սիրելիներ, այնպես լավ հասունացել է խմորը, մի փոքրիկ այսպես սեղանը ձեթոտում եմ, որպեսզի հանգիստ իմ համար սիրուն աշխատեմ։ Տեսեք ինչ լավ հասունացել է, հրաշք խմոր է։ Այ այսպես, երբ որ տեսնում եք, որ այսպես լավ հասունացել է, տեսեք, նշանակում եմ, որ խմորը պատրաստ է։ Հիմա իրեն այսպես գցում ենք սեղանի վրա, մի փոքրիկ տարածում եմ ու 250 գրամ շոկոլադե հատիկներ են, կաթնային և դառը, այսպես տարածում եմ ու հիմա պետք է այնպես անենք, որ տարածվի, այսինքն մի փոքրիկ պետք է հունցենք խմորը, որպեսզի շոկոլադե հատիկները հավասար բաշխվեն ու մի քիչ արագ ենք անում այս գործողությունը, որպեսզի շոկոլադե հատիկները շատ չտաքանան ու չհալվեն։ Այ տեսեք, կաթնային շոկոլադը արդեն հալվում է, ես հենց այդպես էլ գիտեի, դրա համար էլ ասում էի։ Արագ-արագ հիմա բաժանելու են գնդերի։ Սիրելիներ, կախված է թե ինչ չափի բուլկիներ եք ցանկանում։ Եթե ցանկանում եք ավելի մեծ չափերի բաժանեք, ես մոտավորապես 12 հատ բուլկիներ կկտրատեմ, աչքաչափով սիրուն կտրատում եք ու դնում։ Հիմա յուրաքանչյուր գնդի մեջ ես մի փոքրիկ նուտելայի, նուշի կամ որևէ մի կրեմ, շոկոլադային կրեմ եմ լցնում ու այսպես իրեն սիրուն հավաքում եմ, այնքան նուրբ է խմորը, պետք է մի քիչ զգուշանեք, այսպես փաթաթում եմ ու դնում եմ այն թավայի մեջ, որտեղ որ պատրաստելու ենք։ Աչքաչափով եմ կրեմը լցնում, շատ պետք չէ, որովհետև հետո ծանր է լինելու, այդքան շատ շոկոլադ ուտելն էլ մի բան չի, չէ։ Այսպես հավաքում ենք։ Ու դնում ենք։ Այսպես։ Սիրելիներ, հիմա ծածկում ենք, թողնում ենք ևս 30 րոպե, կներեք, որովհետև ցանկացած խմորի հետ, խմորի հետ աշխատելուց հետո, եթե ձեռք ենք տալիս, պետք է պարտադիր սիրելիներ պահենք, որպեսզի ինքը հանգստանա։ Հետո նոր արդեն թխելու ենք։ Շատ համեղ լինելու ընկեր։ Տեսեք ինչ լավ հասունացել է, ես գործով ընկա, եթե մի քիչ էլ ուշանայի, իդեպ ասեմ, որ կփչացնենք, եթե շատ հասունանա, կթթվի խմորը, նամանանդ, եթե տաք վայրում եք պահել, մեր տունը արդեն տաք է, այստեղ գարուն է, բայց մենք դեռ ջեռոցում էլ ենք միացնում, այնպես որ սիրելիներ, զգուշ մնացիք չվարեք, վերջ, ուղարկում ենք ջեռոց, երեսին ձուկս էլ պետք չէ, որովհետև հետո ուրիշ բան ենք անելու, ուղարկում ենք ջեռոց, սիրելիներ, թխելու ենք 170 աստիճանում, այնքան շուտ ենք թխում, քանի որ այսպես լավ հասունացած են լինելու, այսպես գոջիներ են լինելու, շատ հեշտ են թխվելու, որովհետև իրենք ներսից արդեն լավ հասունացված են, կարիք չի լինելու շատ բարձրանալու և թխվելու, մոտավորապես ամենաշատը, մաքսիմում 30 րոպե է անհրաժեշտ լինելու, վերև ներքևը միացած։ Մեր հրաշք բուլկիները պատրաստ են, սիրելիներ, շաքարի փոշի ենք ցանում անպայման ու հետո համտեսում ենք, տեսնենք ինչպիսի տեսք ունի։ Սիրելիներ, տեսեք ինչ լավ է թխվել, բամբակ լինի կարծես թե, սա առանց նուտելայի է, մի քանի հատ է այդպես եմ արել, մի հատ էլ կկտրենք նուտելայով։
ինչ լավ է ստացվել, փափուկ, թեթև, ընտիր բուլկիներ են սիրելիներ, անպայման դուք էլ պատրաստեք, անուշ արեք, թե խմեք, սուրճ խմեք, չգիտեմ ում մոտ, որ երկրում ինչպիսի եղանակ է, մեր մոտ լավ գարուն է, մենք դրսում կնստենք, անուշ կանենք, ես աղջիկս ու իմ ընտանիքը, ասում եմ աղջիկս, որովհետև ինքը միշտ ներկա է իմ տեսանյութերի մեջ, ինքն է նկարում, դե ինձ սիրելիներ, հաջողություն բոլորին, կփորձեմ կասեմ համ ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ, ուզում եմ ասել սենյակում, հաջորդ տեսանյութում։ Այս ինչ լավն է, հրաշք է։